Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ մենք, որ նորից հանդիպեցինք։ Սենց մի հատ հարց ինձ շատ հետաքրքրում էր։ Մարդկության պատմությունը, պատերազմների պատմությունն է, թե խաղաղության։ Ես անձամբ եկել եմ այն եզրակացության, որ մարդկության պատմությունը պատերազմների պատմությունն է, որից հետևում է, որ որևէ պատերազմի մեջ պարտվելը պրոբլեմ չի։ Ես տեսել եմ, մենք տեսել ենք ազգեր, երևի աշխարհում չկա տենց ազգ, որը մի 100 անգամ չի հաղթել, մի 100 անգամ չի պարտվել։ Այսինքն պրոբլեմը ոչ թե նրա մեջ է, որ դու այս անգամ պարտվեցիր, այլ պրոբլեմը նրա մեջ է, թե ինչպես վարվես պարտությունից հետո։ Մարդկությունը այս 5000 տարվա պատմության մեջ գտել է բոլոր ալգորիթմները, ինչպես վարվել հաղթելու դեպքում եւ ինչպես վարվել պարտվելու դեպքում։ Հաղթելու դեպքում քեֆ, ուրախություն եւ այլն։ Պարտվելու դեպքում մի հատ բարեբախտաբար շատ հեշտ ձև կա դուրս գալու։ Ինչ են անում պարտվելու ժամանակ։ Պատժում են պարտվողին։ Քանի պատիժը չի եղել, այդ ազգը կամ ժողովուրդը չի կարող այդ վիճակից դուրս գալ։ Պարտված մարդը ստորացված մարդ է։ Պարտված մարդը շոկի մեջ գտնվող մարդ է։ Քանի չի պատժվել այդ պարտության հեղինակը, ոչ մի շարժում հնարավոր չի անել։ Մարդը դուրս չի գալիս այդ վիճակից։ Հետևաբար ես կարող եմ մի քանի օրինակ բերել նորմալ ազգեր ինչպես են հայտնի ազգերը, որոնք այսօր աշխարհի տերերն են։ Ճապոնիայում 500 գեներալ խարակիրի է արել։ Հիտլերը ինքնասպան է եղել բանից հետո, պարտությունից հետո։ Մուսոլինիին ոտից են կանխել։ Երկրորդը, որի մասին ուզում էի խոսել, մենք այդ պարտությունից հետո մենք ոչ միայն չպատժեցինք, մենք պարգևատրեցինք, իսկ դա մարդկության օրենքին դեմ է։ Մարդկության օրենքը խախտողը պարտավորապատասխանը տալու իր կյանքով, իր գործով։ Մենք մարդկային օրենքն ենք խախտել, մենք չենք պատժում։ Իսկ այդ տեսակ, քանի որ ես դրանում համոզված եմ, ես կարծում եմ, որ շատերը պետք է այդպես մտածեն։ Ես հատկապես դրա համար եմ դրա մասին խոսում։ Երկրորդ խնդիրը, որը վերաբերվում է ընտրություններին, նայեք, Հայաստան, եթե տեսականորեն վերցնենք, կա երկու մեծ խումբ, կա երկու կուսակցություն, լայն իմաստով, կա Նիկոլին սիրողների կուսակցություն եւ ատողների։ Ինչու հնարավոր չի որևէ հաղթանակ Նիկոլի կուսակցության նկատմամբ այս պայմաններում, եւ հատկապես երբ որ դրա մասին նաև Վազգեն Մանուկյանը խոսեց, որովհետև մի հատ էական հարցում նրանք գերազանցում են մյուսին, թեկուզ թվապես փոքր են։ Իրանք կազմակերպված են եւ ունեն անվերապահ դիկտատոր։ Մյուս կուսակցությունը բազմաշեր, բազմա գաղափար, բազմա ամբիցիոզ, քանի այդ մի կուսակցությունը չի կարողացել կազմակերպվի, միշտ կազմակերպված ուժը կհաղթի չկազմակերպված ուժին։ Այսինքն մեր այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկը, հատկապես կուսակցության կարևոր խնդիրներից մեկը, փորձել գտնել եղանակ կազմակերպելու այդ ամբողջ մեր ազգը, մեր ամբողջ ժողովրդին հասցնելով այն գաղափարները, որոնք որ հարիր են մեր ազգին։ Ես համոզված եմ, որ մենք
ամենայն հավանականությամբ կարողանանք դա անել։ Նայեք, քաղաքականության մեջ հատկապես մենք ապրեցինք այնպիսի ժամանակներ, որ պարզվեց, որ այսինքն մենք մեկ կաշվով էլ հասկացանք, որ աշխարհում անհնար բան չկա, քաղաքականության մեջ անհնարին բան չկա։ Եվ ինչքան մեծ նպատակ դնես քո առաջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կկարողանաս անես, քան փոքր բաներ։ Եվ կա մի հայտնի Լարոշ Ֆուկո կար, ասում էր սովորաբար մեծ մարդիկ փոքր բաներին ունակ չեն։ Հիմա մեր կուսակցությունը ես համարում եմ Հայաստանի մեծ կուսակցություններից մեկը։ Պատկերացնում եք հիմա լիքը մարդիկ կան, որոնք կարող են դառնալ կուսակցության անդամ եւ ծնվել են այն ժամանակ, երբ որ մենք առաջի համագումարն էինք անում։ Բայց ցավոք սրտի այդ մարդիկ մեր կուսակցության մասին քիչ գաղափար ունեն։ Ես երևի համոզված եմ, որ համագումարից հետո մենք իմ կարծիքով այդ հարցը կքննարկենք եւ մեր կուսակցության պատմությունը ինչ որ մի ձևով մենք պետք է գրենք եւ հրատարակենք, որովհետեւ շատերը դրա մասին չեն իմանում։ Դա իմ կարծիքով դա ամենակարևոր խնդիրներից մեկն է քաղաքական սովետական միությունում մենք քննություն էինք տալիս գիտկոմից, կուսակցության պատմությունից եւ այլն։ Դե հիմա բայց դրա կարևորությունը անհրաժեշտ է բուն այդ կուսակցության համար։ Ես կարծում եմ այդ պատմությունը մենք պետք է գրենք եւ ներկայացնենք մարդկանց։ Իսկ այն խնդիրները, որոնց որ պարոն Մանուկյանը նշեց իր ելույթի մեջ, ես կարծում եմ մենք ի վիճակի ենք իրականացնել եւ դա մենք անելու ենք։ Ինչքան մեծ լինի մեր առջև դրված խնդիրը, այնքան լավ։ Անհնարին բան չկա։